Տիկին Գալյան, երբ որ վարչապետ ազգային ժողովում զայրացավ եւ համբալ ասաց դիմադիրների նստեցան, այդ ժամանակ դուք ներկա եք ու նկատելի էր, որ վարչապետին ասում եք Նիկոլ, իրեն անունով եք դիմում։ Ինչի՞ էր նկատելի։ Այդպես է նկատելի, եթե սխալ ենք նկատել, դուք մեզ։ Ոչ։ Եվ ԶԼՄ-ի մասին օրենք եք տեսնում առանց լրագրողներին հարցնելու։ Ինչն է պատճառը։ Ես եթե չեմ սխալվում, հանրային քննարկումներով անցել է այդ նախագիծը եւ ոչ միայն հանրային քննարկումներով է անցել, այլ ժամանակին ուղարկվել է Վենետիկ, որպեսզի Վենետիկի հանձնաժողովը համապատասխան կարծիք։ Այդ կարծիքը ստացվել է, բայց ներկա փուլում այդ նախագիծը գտնվում է ակտիվ քննարկումների փուլում եւ եթե ցանկություն կա, որևէ խնդիր չեմ տեսնում եւս մեկ հանրային քննարկում կազմակերպել նախագծի հետ կապված։ Տիկին Գալյան եւ Ցմա դատապարտյալները խնդիրների մասին են ազանգում, դուք վերջերս Նուբար Աշչենում հանդիպել եք նրանց հետ, հիմնական խնդիրն հարցադրում իրենց կողմից այն է, որ այդ պրոբացիայի ծառայությունը միանգամից բացասական եզրակացություն է տալիս, այլ դատապարտյալներն ասում են, որ իրենց գործերը ժամանակին լավ չեն քննել, դուք այս մասով ինչ եք առաջարկում իրենց։ Չէ, իրականությունը այդպիսինը չի եւ դա փաստագրված է այլևս, որ այդպիսինը չի, որովհետեւ այլակերպ մենք չենք ունենա Ցմա դատապարտյալներ, որոնք փոխած կլինեին իրենց անվտանգային գոտիները։ Վերջերս, եթե չեմ սխալվում, մի քանիսը եւս փոխել են անվտանգային գոտի փոխել է նշանակում է, որ ավելի խիստ պայմաններից տեղափոխվել են ավելի մեղմ պայմաններ պատիժը կրելու եւ սա իրենց վարքագծի վերասոցիալականացման դրական դինամիկայի արձանագրումն է։ Այսինքն մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ ճիշտ փորձենք փաստագրել այն իրողությունը, որը առկա է։ Այսինքն այդ զեկույցների որակի բարձրացման, դատապարտյալների հետ անհատական աշխատանքի կազմակերպման արդյունքում փորձում ենք այնպես անել, որ Ցմա դատապարտյալները ավելի ճկուն մեխանիզմով տեղափոխվեն ավելի ցածր անվտանգային գոտիներ։ Գալյան աղմուկահարույց տեսկոտիկից գրեթե 2 շաբաթ անց նոր դուք գնացիք Ցմա դատապարտյալներին տեսնելու։ Իրենք որակել էին հենց կալանավայրից ձեր այս քալը կեղծ մարդասիրություն։ Ինչու հենց անմիջապես ծեծի օրերին չգնացիք հասկանալու ինչ էին արել տղաների հետ։ Բայց չէի գնացել հասկանալու թե ինչ է արվել։ Ես գնացել էի, ես այդ իսի երանգ այն գործողությանը, որը կատարվել է, երբևէ չեմ տվել եւ չեմ էլ տա, որովհետեւ դա չի համապատասխանում իրականությանը։ Դա ընդհանրապես միջոցառում է եղել միտված ճնշելու անձանց ոչ իրավաչափ վարքագիծը եւ ես կրկնում եմ, ոչ իրավաչափ վարքագծի հակազդման մեխանիզմները սահմանված են օրենքով եւ մենք ընթացքի մեջ է եւ մենք նույն հարգելի լրագրողներ ձեզ հետ շփում ուղղակի անհնար է դառնում խնդրում եմ ձեզ էլի չէ շատ լավն եք բոլորից սիրում եմ բայց թողեք խոսենք բոլորին թողեք խոսել որովհետեւ մարդիկ գալիս են ցանկանում են շփվել ձեր եւ հանրության հետ Ես գնացել էի քրեակատարական հիմնարկ հանդիպելու Ցմա դատապարտյալներին, որպեսզի հասկանամ առհասարակ ինչ խնդիրներ ունեն Ցմա դատապարտյալները։ Եթե նոր գնացիք, Տիկին Գալյան, սա է խնդիրը, ուզում եմ ճիշտ հասկանալ, հիմա դուք հարցը բացասում եք, բայց դե ես էլ ասում եմ չծեծեցին, եկեք սա բանավեճի վերածենք։ Ոչ մեկին չի ծեծել։ Դուք բացառում եք կամ ճիշտ հստակեցնում եք, որ առաջիկայում Ցմաների հետ կապված արդեն վաղ ժամկետ այդ հիմքով ազատվողներ կլինեն, թե ոչ, որովհետև 18 թվականից Ես վստահեցնել չեմ կարող, որովհետև դրա մանդատը չունեմ։ Բաժից պայմանական վաղակետ ազատելու հարցի լուծողը միայն դատարանն է։ Եվ մեր խնդիրը միայն զեկույցների մշակումն է եւ այդ մշակումը ինքնուրույն գործընթաց չէ այնքանով, որ կախված է հենց դատապարտյալի վարքագծից։ Այսինքն մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է վերասոցիալականացման, ինչի շուրջ մենք ակտիվ աշխատում ենք, եւ ֆիքսելն է վարքագծով դրական դինամիկան, ինչի շուրջ եւս աշխատում ենք։ Բայց արդյոք դատարանները պայմանական վաղաժամկետ կազատեն դատապարտյալներին պատժի կրումից, ես այդ հարցին երբևէ պատասխանել չեմ կարող։ Մենք ունեցել ենք 2019-ից հետո դեպքեր, երբ անձինք Ցմա դատապարտյալները ազատվել են պատժի կրումից։